Եթե միայն դեմ ես լինում, բայց ապագայի վերաբերյալ պատկերացում չես ունեմ, շատ ավելի վտանգավոր մարդ ես, քան ապագայի մասին պատկերացում ունեցող, բայց չգործող է։ Այն մարդը, ով ունի անցյալ, երբեք չի կարող ունենա ապագա։ Ամբողջ նպատակը հայկական պետության ձևավորումն է, բայց այդ ամենի հիմքում ինքնասնի բացառապես գաղափարը։ Հետևաբար, այս պրոցեսը նաև անձնական պատասխանատվության մասին է։ Յուրաքանչյուր մարդ, ով մեր հետ կա, ինքը պատասխանել մի կարևոր հարցի, ինչա պատրաստ ինքը տալ։ Դրա համար ամենակարևոր խնդիրն է գաղափարների տարածումը եւ գաղափարների կրող մարդկանց վեր հանել, մեկը մյուսին գտնի։ Շնորհավորում եմ բոլորիս։ Անենք անհրաժեշտը, հետո հնարավորը եւ հանկարծ կտեսնենք, թե ինչպես ենք իրագործում անհնարինը։